Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, իսկ դա նշանակում է, որ կարող եք թողնել ձեր բոլոր գործերը, նստել հեռուստաէկրանի առաջ եւ հետեւել մեր առավոտին առաջիկա 1 ժամը լինելու է շատ հետաքրքիր, արվեստով լցված, դրական էներգիայով, իսկ ինչ է հարկավոր դրական էներգիա ունենալու համար, իհարկե լավ երաժշտություն, եկեք վայելենք միասին տեսահոլովակ, որից հետո վերադառնանք։ Դե սիրելիներս, ինչպես արդեն նշեցի, ունենալու ենք մշակույթի աշխարհում հետաքրքիր նորություններ, այս պահին առաջարկում եմ դիտենք մի տեսանյութ, որից պարզ կլինի, թե ովքեր են մեր հյուրերը, նրանք արդեն տեղավորում են եւ սիրով տեսանյութից հետո կողջունեմ։ Եվ այսպես, թատրոն կայարանի հիմնադիր տնօրեն, ներկայացման պրոդյուսեր, գլխավոր դերակատար Արտուր Պետրոսյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ինչպես նաև Շենշող դերասանուհի Տաթև Պետրոսյանն է մեր հյուրը, բարի լույս։ Եվ դերասան Դավիթ Անտոնյանն է մեր հյուրը, բարև ձեզ։ Ողջույն։ Առհասարակ թատերական արվեստում նորությունը մեզ համար տոն է, որովհետև նոր ներկայացումը բերում է նոր շունչ, նոր հետաքրքրություն, հումոր եւ այլն։ Մենք ունենք նոր ներկայացում թատրոն կայարանում ապրիլի 19-ին պետական Սիրաբեբ պրեմիերան արդեն կայացել է, շատ բուրըն եւ հետաքրքիր արձագանքներ կան, բայց ուզում եմ գանք ամենասկզբից։ Եվ առհասարակ ամեն բացվող առավոտն է մեզ համար տոն, որովհետև մենք ամեն բացվող առավոտով անհամբեր սպասում ենք մեր հերթական ներկայացմանը, որը տեղի կունենա ապրիլի 19-ին, պրեմիերաները անցավ շատ հետաքրքիր ու լեփ-լեցուն դահլիճներով, դրական արձագանքներով, որը նաև սպասելի էր։ Հրաշալի, ուզում եմ հարցս ուղղել դերակատարներին, ինչպես ստացաք առաջարկը, ինչպես մերվեցիք ձեր դերի հետ, որքանով էր մոտ կամ հեռու, մի քիչ կպատմեք։ Հա, իհարկե, սիրով։ Առաջարկը ստացել եմ Արթուրից եւ Կարապետից, ներկայացման ռեժիսորից, որոնց հետ աշխատում եմ մի թատրոնում։ Դե ընթերցման փուլում արդեն պարզ էր ինքը ինչ բարդ սիտուացիոն մանրակշկիտ հավաքած կերպար է լինելու եւ խոսքային առումով եւ շարժման բայց շատ հետաքրքիր, ինչքան դժվար մեր գործում ինձ թվում է այդպես է, ինչքան կերպարը բարդ է կառուցվում, այնքան հետաքրքիր է, որտեղ ներսից են նենց բաներ ես հանում, որ իրականում չես պատկերացնում, որ կան դրանք քո մեջ։ Նշեմ նաև, որ Տաթևն էլ մեր թատրոնի համար առաջին համագործակցությունը թատրոն կայարանում, թե Պարոնյան թատրոնում միասին աշխատում ենք, բայց թատրոն կայարանում առաջին համագործակցությունն է ու մեզ համար նա ձեռքբերում է, ոչ միայն նա, նաև էլի մեզ միացած մի քանի շատ շնորհալի ու տաղանդավոր հայտնի մեր սիրելի դերասաններից Մարգարիտա Խաչատրյանը, Գուրգենը Սարգսյան, դե Դավիթը եւ Տիգրանը արդեն մի շարք ներկայացումներում մեզ մոտ զբաղված են, Դավիթը կարելի ասել մեր թատրոնի հին ոսկորներից է, շատ հին ոսկորներից է, առաջատար դերասաններից է, գրեթե բոլոր ներկայացումներում զբաղված է Դավիթը, Տաթևի հետ վստահ եմ, որ շարունակական է լինելու, ինչ եմ վստահ, որտեղ արդեն երկրորդ աշխատանքն է սկսվել ու Տաթևը շատ կարևոր դերով, հիմա չեմ ուզում չակերտները բացել, մի ուրիշ անգամ կգանք կասենք, թե ինչ ներկայացման մասին է խոսքը, բայց էլի շատ հետաքրքիր բան է սպասվում մեր Թատրոն կայարանում նորություններ են սպասվում։ Այո, Հասմիկը Վերձյան, որ նորից աշխատում ենք միասին Պարոնյան թատրոնում, էլի առաջին համագործակցությունն է ու յուրաքանչյուրը իրենց դերակատարումով շատ կարևոր տեղ են զբաղեցնում այդ ներկայացման մեջ նաև մեր թատրոնում, թատրոն Պետրոսյան նշենք։ Հայկ Պետրոսյանը դե մեր մոտ առաջին անգամ չի, ունեցել ենք էլի համագործակցություն, էլի շատ ուրախ եմ, որ ինչ-որտեղ գտանք Հայկին նորից մեր թատրոնում տեսնելու։ Ողջունում ենք բոլոր այն դերասաններին, ում անունները նշեցինք, ում անունները չենք նշում, թող մեզ ներեն բոլոր տղերքը, ում անունները չենք նշում։ Դավիթ ջան, դուք այստեղ եք եւ կարող եք ձեզ ողջունել հենց տաղավարից։ Մի քիչ կպատմեք ձեր կերպարի մասին, ընդհանուր ներկայացման մասին, ինչ ասոցիացիա ունեք, ինչ հետաքրքիր զգացողություններ պրեմիերայից առաջ եւ հետո։ Նախ շնորհակալություն տաղավարում մեզ հյուրընկալելու համար, Անահիտ ջան։ Ես շատ ուրախ եմ, որ դու ես մեզանից հարցազրույց վերցնում, հաճելի էր քեզ տեսնել։ Հիմա մի փոքր խոսեմ։ Իսկ դի վերջ մի ասել։ Մի փոքր ներկայացումից իմ կերպարից խոսեմ։ Ի սկզբանե իմ կերպարը
չի համապատասխանել իմ պատկերացումներին ու իմ տեմպո ռիթմին, իմ ոճին, բայց ռեժիսորը Կարապետը Քարաջյան շատ հետաքրքիր ձևով կոտրեց, շատ հետաքրքիր լուծումներ տվեց ու ես սկսեցի սիրել իմ կերպարը։ Խաղում եմ ամուսին ներկայացման մեջ խապված ամուսին։ Դե լավ, բայց չէ, այդքան էլ չէ։ Եվ մի փոքր միամիտ, այդ միամտության պատճառով այո խապված ինձ թվում է։ Ներկայացումը շատ իրավիճակային կոմեդիա է, Ռեյկունին ինքը շատ յուրօրինակ դրամատուրգ է, կլասիկ բրիտանական հումորով պարուրված նյութեր ունի շատ ու այս ստեղծագործությունն էլ գիտեմ ծանոթ ես պիեսին, բայց Անահիտ անգիր գիտի։ Այո, մի փոքր այսպես ներկայացման մասին խոսենք հանդիսատեսի եւ հեռուստադիտողների համար։ Ներկայացումը կառուցված է իրավիճակներից, ամեն իրավիճակ առաջացնում է մի նոր իրավիճակ եւ դոմինոյի նման, եթե մի որևէ բան սխալ գնա, մեզ համար որպես դերասաններ եմ ասում, մի բան սխալ գնա, ամբողջ ներկայացումը, այո, չի կառուցվի, կփլուզվի, դրա համար շատ բարդ է մեզ համար դերասաններից համար ու ռեժիսորի համար, որ մենք անընդհատ այդ տեմպը պահում ենք ու անընդհատ այդ նոր իրավիճակները, սուտ, որը ավելի է լարում հաջորդ իրավիճակը, եւս մեկ սուտ, որը ավելի էսպես հասցնում է կիզակետի ու այսպես վերջում հասնում եմ բում է լինում յուրօրինակ ու հանդիսատեսը կարծում եմ բավարարված այսպես լիաթոք ծիծաղած իրեն վերցրած իր համար ասելիքներով դուրս է գալիս դա։ Նշենք նաև, որ բացի այն, որ գերլարված իրավիճակը բեմում, գերլարված իրավիճակ ոչ պակաս նաև բեմի հետևում է։ Կուլիսներում, որտեղ այնտեղ պատուհանը ժամանակին պետք է հասցնի դերակատարը արագ փոխվի, այնտեղ փոխում են ամեն ինչ հաշվարկած է, գերլարված այդ հատվածում ու գերլարված նաև հանդիսատեսի կողմից, թե հաջորդ ինչա լինելու, հաջորդին ու այսպես զարգացումով գալիս հասնում է մի հատ կուլմինացիոն կետի, որ արդեն կմփծնում է ամբողջ դահլիճը, այո։ Պրեմիերայի կանալուց հետո ինչ արձագանքներ լսեցիք, լավ, վատ, հետաքրքիր, տարօրինակ։ Միայն լավ, անկեղծ եմ ասում, նույնիսկ անծանոթ մարդիկ էին գրում, Նույնիսկ ծանոթներն են ասում, որ լավ է։ Հայտնում, որ Նույնիսկ ծանոթներն են ասում, որ հրաշալի է։ ծանոթներին զարմանցնել։ Գուրգենի ասած Սարգսյանը ասում է լավ կեղծավորություն մի արեք, ճիշտ ասեք։ Չէ, իրոք բոլորը ցնցված էին, չէ, տպավորված էին, այո։ Շատ տպավորված էին ու մի քանի օր իրար հետևից նամակներ էինք ստանում դերակատարներս, որ հիացած ենք, ապրեք, սա բացահայտում էր եւ այլն, միայն դրական։ Առայժմ չեմ լսել բացասական ոչ մի արձագանք։ Այդ էներգիան էլ գալիս է նաեւ այն մարդկանցից, ովքեր մեզ այդ ամբողջ ընթացքում ինչ որ բանով, ինչ որ լումայով իրենց ներշնչանքով տալիս էին այդ հույսը, հավատը, որ մենք գնանք այդ ծախսերին անել։ Հասանք դժվար։ Իդեպ վերնագիրը ներկայացնում պետական սիրավեպ, պետական մարմիններից մարդիկ եկել են, դիտել են ներկայացումը, խնդիրներ չի առաջացել։ Չէ, եկել են, նախարարությունից էլ են ունեցել հյուրեր, անպայման եկել նայել են, չէ, այդքան Ասա մեր հետ չի կապ։ նորմալ է, որովհետև սա հայկական իրականության հետ իրականում կապ չունի, ինքը անգլիական գործ է, անգլիական քաղաքականությունն է։ Մենք չենք կարող ենք ինչ-որ բաներ նմանեցնել, բայց չենք քաղաքականացնում, որտեղ առանձնել առավոտից երեկո քաղաքականության մեջ ենք։ Ինչքանով է հետաքրքիր մեր հանդիսատեսը։ Նյութը այստեղ քաղաքական գործիչի անձնական կյանքն է, ոչ թե քաղաքական ուղին։ Մարդու կարելի ասել մարդու Ավելի վատ է։ սիրավեպի պատպատ։ Ու ինչն է հետաքրքիր, որ ինչքան էլ մենք չէինք հայկականացրել, բացարձակ, ոչ տեղանք, ոչ անուններ, ոչ սիտուացիաներ, հանդիսատեսը շատ նուրբ հումորներ կար, որ շատ լավ ըմբռնում էր ու իրանց արձագանքն էր ստիպում մեզ, որ այդ տեմպո ավելի մեծացնենք, ավելի շատ էներգիա տանք, որտեվ նաև վերցնում էինք ընթացքում։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ զուգահեռ հիմա գնում է նույն հեղինակի, նույն գործը, նույն պիեսը տարբեր թատրոններում, հիմա զուգահեռ գնում է, բայց մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի։ Բայց հետաքրքիր է նաև այն փաստը, որ Ռեյկունին ինքը պարտադրող դրամատուրգ է։ Այսինքն այդ տվյալ գործը ինքը պարտադրում է դու ինչ պետք է անես, ռեժիսորը ոնց պետք է բեմադրի, նկարիչը ոնց պետք է գծի, մի բան փոխես կփլուզի, բայց արի ուտես, որ հայ հանճարեղ ռեժիսորները մեր կարողացել են այմար Այնպես անել, որ տարբեր լինի։ Հասկանում ես, շատ հետաքրքիր է իմիջայլոց։ Դեկորացիաները, չգիտեմ, մեզ մոտ որ դեկորացիաները ցնցող է։
Պետքա ոչինչ չենք Այո, խնայել։ բեմանկարիչը նշենք, որ Մարիամն է Մուրադյան ներկայացնում։ Այո, մի քիչ այդ մանրամասները Ներկայացման ողջունենք որպես ռեժիսոր։ Բեմադրիչը Կարապետ Քարաջյանն է, մեր ընկերը, թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւ հիմնադիրներից մեկը, նկարիչը Մարիամ Նամուրադյան, այնտեղ բեմական շարժում փոքրիկ տես կտորներ կա Էլիտա Գևորգյանն է մեզ օգնել։ Երաժշտական ձևավորումը էլի Կարապետ Քարաջյանն է արել, հետաքրքիր ձևով։ Նորից բեմանկարիչ Մարիամ Նամուրադյան։ Այո, հետո ունենք դեկորատորը մեր Հակոբն է Հակոբյան, շատ հետաքրքիր, ոչ իմ սրտով այդքան մեծ, բայց կարևորը հանդիսատեսի սրտով արվել։ Մտածում եմ հյուրախաղ։ Այո, կոմերցիոն Այո, տեսանկյունից, մի քիչ դժվար է տեղափոխել։ ակադեմիական տեսանկյունից ցնցող է շատ։ Ցնցող, այո, մեծ տեսանկյունից լավ է։ Իրականում շատ շնորհավորում եմ ձեզ պրեմիերայի կապակցությամբ ու լավ ներկայացում ունենալու կապակցությամբ, բայց կուզենայի նաև խոսենք խնդիրների մասին, Արտուր ջան, որպես թատրոնի տնօրեն, ինչից է այսօր դժգոհ, որ կուզենայր փոխվեր, գուցե տոմսերի սպառում, մարդկանց հետաքրքրություն կամ տեղ հասցնել, հա, ներկայացում։ Իհարկե պետք է հաշվի առնենք, որ մեր հասարակության մինչև 4%-ն է հետաքրքրված թատրոնով, դա պարզ է, բայց դա չի նշանակում, որ թատրոն չպիտի լինի։ Թատրոն պետք է լինի։ Թատրոն պահելը սարսափելի դժվար բան է։ Ինչպես յուրաքանչյուր բիզնես, ինչպես յուրաքանչյուր գործունեություն ունի իր բազմաթիվ դժվարությունները, բայց դու չպետք է նայես այդ դժվարություններին, պետք է համառորեն ձգտես այն կետերին, որ դու արդեն նպատակը սլած գնում ես այդ ուղղությամբ, ու ոչ մի խոչընդոտ այդտեղ քեզ չի կարող խանգարի։ Իհարկե, եթե չլինեն մանր-մունր արհեստական խոչընդոտներ, դրանք շատ են պատահում, բայց ինչից պետք է թևաթափ լինես, ոչ մի բանից։ Թևաթափ լինես, եթե կողքից չլինեն նման մարդիկ, ընկերներ, ովքեր պատրաստական են գաղափարը իրականացնելու։ Այդտեղից կարաս փակես գնաս տուն հանգիստ։ Ես իմիջիայլոց հույս ունեմ, որ հետագայում նաև Անահիտ Կիրակոսյանի համաձայնությունը կլինի մեր թատրոնում մի ինչ որ նախագծում, որովհետև մենք անցած անգամ որ ձեզ մոտ էինք, մենք մինչև հիմա մտածում ենք ոնց ճիշտ ներգրավենք քեզ Անահիտ մեր թատրոնից, թվում է դու Անուշ բեմադրեք, Անուշի մայր արդեն։ Չէ, դե Որպես վաստակավոր Ուրիշ բան չի կարող ամեն չէ, ամեն ինչ կարող է, ուղղակի Անուշի մայր, պետք է Անուշի ճիշտ տատ։ գտնել։ Դա այդպես Անուշի հայր։ Մեր ռեժիսորները անպայման նկատի ունենալու են Անահիտ ջան։ Իհարկե լինի քո համաձայնությունը։ Մի հատ հիմա խոսք դու խնդրում որ դու չես մերժի մեզ։ Լավ ու հետաքրքիր պիեսի դեպքում ֆիքսենք այս պահը։ Մենք ֆիքսեցինք, Անահիտին էլ համոզեցինք։ Այ քանի որ խոսում էինք նաև հյուրախաղերից, նախատեսվում է արդյոք ներկայացումը տանել հյուրախաղերի հենց Հայաստանի մեջ թեկուզ։ Դա էլ խնդիրներից մեկն է, որ շատ կարևոր է թատրոնի համար, յուրաքանչյուր թատրոն պետքա տեղում միայն չլինի, պետք է շրջագայություն ունենա։ Իհարկե շատ կուզենայինք, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ունեն ենք տարվա մեջ ներկայացումներ, որ մարզերով իրականացնում ենք։ Այս տարի կմտածեմ նաև դեպի դուրս ինչ որ ներկայացում տանելու, բարձրապես պետք է ունենանք, գտնենք այդ ժամանակը դրանով զբաղվելու։ Խնդիրները այնքան շատ են, որ չենք կենտրոնանում կոնկրետ այդ ուղղությամբ, կենտրոնը տեղում լուծելու այդ խնդիրները առաջարժելու, թողնելու ապագայի վրա, որ գնանք ինչ որտեղ, ինձ թվում է դրա ժամանակն էլ կգա Անահիտ ջան ու պարտադիր թատրոնները պետք է շրջագայեն։ Եկեք որպես զրույցի վերջաբան, տամ հետևյալ հարցը երեքիդ էլ ամեն մեկը ձեր հերթին պատասխանենք, ինչու պիտի գան եւ նայեն այս ներկայացումը։ Լավ հարցեր։ Դավիթ, Լավ, սկսեմ ես։ Ըստ իս առօրյա հոգսերից ու այս մեր իրականությունից կտրվելու համացանցում տիրող իրավիճակից, զրույցներից, համաշխարհային թե ներքաղաքական, արքաղաքական լուրերից հեռու մնալու մի փոքր կտրվելու, ընտանիքով գալու եւ վայելելու կոմեդիա, որտեղ կարող ես լիաթոք ծիծաղել ու այդ 2 ժամը մոռանալ բոլոր խնդիրները, հոգսերը, դրսում սպասվող հարցերը եւ ի վերջո այդ 4%-ը, որը որ նշեց Արթուրը, մենք հույս ունենանք, որ այդ առիթա, որ այդ 4%-ը աճի։ Մարդիկ լինեն, որ այդ 4-ը մյուս հարցազրույցի ժամանակ արդեն մենք ասենք 10%։ Իսկ ամենակարևոր խնդիրն է առաքելությունն է թատրոնի։
Շատ բարի, Տաթև ջան, Ինչու պիտի կան, առհասարակ թատրոն պիտի գնան հոգևոր սնունդ ստանալու, որովհետև դա շատ կարևոր է, հատկապես մեր օրերում, ինչպես Դավիթը նշեց, այդ դեպի ռոբոտացման գնացող այս իրավիճակում, երբ որ մարդիկ մտածում են միայն ֆիզիկական եւ կենցաղային բավարարվածության հասնել, բայց վստահ եմ, որ բոլորը ունեն այդ հոգևոր սննդի կարիքը եւ ինչու հենց մեր ներկայացումը, որովհետև ցանկացած սնունդ, որը դու ընդունում ես լավ կամ վատ, քեզ վրա ունենում է լավ կամ վատ ազդեցություն, այս դեպքում հոգևոր առողջ սնունդ ստանալու համար։ Հրաշալի Ես չեմ կրկնվի այն ինչ որ ասեցին, ես համաձայն եմ իրենց հետ, նաև դրանք ու ըստիս մենք արել ենք որակով աշխատանք, շատ որակով աշխատանք, որն էլ հիմք է հանդիսանում, որ մեր հանդիսատեսը վստահաբար գա ու նայի, արդեն տարբերությունը թող ինքը զուգահեռներ անցկացնի, հանդիսատեսը, նայողը, որ թող գնահատականը իրենք տա։ Հավատացեք, որ մենք այսքան չենք խոսի, այսքան չենք հրահրի թատրոն գալ եւ մեր ներկայացումը նայել, եթե արձագանքները ինչ որ թերություններ ունենային, եթե մենք վստահ չլինեինք, որ մեր աշխատանքը իդեալական կատարել ենք եւ պատրաստ ենք այդ համով բանը տալ հանդիսատեսին։ Լինում են դեպքեր, կներես Դավջան, լինում են դեպքեր, որ ինչ որ պարտադրված են ներկայացում անում, լինում են դեպքեր ստիպված են անում, չէ՞, կան դες դեպքեր, բայց սրա մեջ միս ու արյուն կա, որովհետև հոգի է դրված, ժամանակ է դրված, սեր է դրված, ինքնանպատակ չի սահարված, ու քանի որ մենք մասնավոր թատրոն ենք, մեր միակ աջակիցը մեր հանդիսատեսն է։ Մեր հանդիսատեսի յուրաքանչյուր մեկ տոմսը 2000-ից 6000 դրամ է։ Հաջորդ ներկայացման ֆոնդ է։ Դա հանդիսանում է մի նոր ներկայացում ստեղծելուն։ Հետևաբար հակառակ դեպքում մենք կվաճառենք, կդնենք գրպաններս ու կփակնենք, ոչ մի բան չենք Ինչպես շատ դեպքերում արվում։ Մի Լավ, անգամ Լամա սեր հոգի միս ու արյուն է դրված։ Այսօր խոսում ենք լավ բաներից։ Սիրելի հեռուստատող, հենց նոր դուք լսեցիք դերասանների շուրթերից, թե ինչու պիտի գնալ եւ նայել պետական սիրավեպ ներկայացումը։ Ես էլ ուզում եմ հուշել եւս մեկ անգամ, որ ապրիլի 19-ին թատրոն կայարանում տեղի կունենա հերթական պետական սիրավեպ ներկայացումը, հրաշալի օր է Կիրակի գնալ եւ վայելել ներկայացում, այնպես որ դիմում եմ հեռուստադիտողին եւ ապագա հանդիսատեսին պետական սիրավեպի։ Գնացեք, գնեք տոմս, վայելեք եւ լավ երեկո կունենաք եւ կաջակցեք մասնավոր թատրոնին, որ իրենց ուժերով դերասանները հոգի են ներդնում ու ստեղծում ձեզ համար համեղ ներկայացումներ։ Հիմա կարող է հարց առաջանա, բա ոնց գտնենք այդ տոմսերը։ Բա ոնց գտնենք այդ տոմսերը։ Ունենք on-line հարթակում տոմսարկղում ունենք տոմսարկղ.am-ում ունենք կարող եք on-line տիրույթում գնել ձեր տոմսերը, նաև ունեք հնարավորություն զանգահարելով թատրոն 099 95 95 04 զանգեք եւ ամրագրեք նախապես ձեր տեղերը, որ հասցնեք հարմարավետ տեղեր զբաղեցնել։ Եվ մեր 099 95 04, այս կրկնում եմ, որ մինչև գրի չբերեցիք։ Եվ մեր հասցեն Տիգրան մեծ 80-1 ու նաև նշենք մի շատ կարևոր բան տղամարդկանց համար, մենք պարկինգի խնդիր չունենք։ Այո։ Կանանց համար, որ մետրոին հենց շատ մոտ է։ Երեխա ունեցողներին ունենք նաև մանկական լավ ներկայացում։ Ոչ մի խնդիր չի, Որ ասվեց, սա նշանակում է, որ ամենաուրախ կայարանն է, որտեղ կարող եք կանգ առնել, կայանել։ Իդեպ հենց այդ մտքով է կայարանը, հենց այդ մտքով, ոչ թե որ մենք հարում ենք հարակից տարածքում ենք կայարանի, այլ որ մշակութային կանգառ է դա։ Դենց սիրելիներս, ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ շատ հետաքրքիր հյուրերին, թատրոն կայարանի հիմնադիր տնօրեն, ներկայացման պրոդյուսեր, գլխավոր դերակատար Արթուր Պետրոսյաններ իմ հյուրը, դերասանուհի Գեղեցկուհի Կոմսոմոլուհի Տաթև Պետրոսյաններ իմ հյուրը եւ դերասան ու ինչու ոչ ֆանտաստիկ էքսկուրսավար, ասեմ, Դավիթ երկրորդ մասնագիտություններ, Դավիթ Անտոնյաններ, շատ շնորհակալություն ձեզ հետաքրքիր զրույցի համար ու որ լավ ներկայացում եք արել։ Ինձ մնում է միայն հաջողություններ մաղթել ներկայացմանը, վաճառքներ
կոնցերտներ ու sold out-ներ ու նոր ստեղծագործական արարման մտքեր, որ էլի հոգիներ դնեք, մենք էլ լուսաբան ենք։ Մենք ենք շնորհակալ հյուրընկալության համար Անահիտ ջան, դուք հրավիրված եք ներկայացմանը։ Մենք ունենք նաև on-line հատուկ մեր հյուրերի համար, մեր ընկերների, մեր հյուրերի համար կարևոր շատ մարդկանց համար on-line հրավիրատոմսեր։ Ես անպայման եթերից հետո կուղարկեմ on-line հրավիրատոմս։ Ամեն ինչ արդեն փոխվել է։ Օթային հրավիրատոմս։ Դե ինձ սիրելիներս, փնտրեք նաև թատրոն կայարանին կայքերում, Facebook-յան էջերում, Instagram-յան էջերում, որ հետևեք այն նորություններին, որոնց մասին այսօր չխոսեցին, բայց վստահաբար դեռ կունենանք եթերներ նվիրված այս յուրահատուկ թատրոնին։ Այսօրվա եթերն այսպես էր արվեստով ու մշակույթով լցված, կարևորը լավ նորություններով։ Գնացեք թատրոն, նայեք լավ ներկայացումներ, վատ ներկայացումներ, ամեն ինչից կարելի է սովորել եւ ինչ որ մի բան թողնել ձեր ներսում, ամեն դեպքում առնչվեք մշակույթի ու արվեստի հետ։ Ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր եւ օրդ բարին, թող ձեր օրը անցնի բարի, մնացեք բարով։